Մենք երկու ճամփոր պատմության երկար ճամփեքի վրա Ինչ ենք մենք հնդրում հազարինց տեղար Այս ճամփի վերջում ինչ կանձ է պահված Մեր ճամփի ամեն քարը գանձն է քո փնտրած սիրելիս Տես երկինքներում ոնց է սավառնում ջերմակ թռչունը Տես ոնց է բացվում շուշանը շքեղ Տես ինչ փայլեր են ցողի մեջ ցոլում Մենք գնում ենք ուր կա սիրո ակունք Եվ կնային լույսով անցիր Մեր արջև բացվող ամեն կածանում Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Հանդիպելու ենք տիրոջ հրաշքին Կարեն, ապրես հրաշալի աշխատանք Եթե կարողանայի 15 գումարած կնշանակեի, կարդալիս ուղղակի մեծ հաճույք եմ ստացել Եթե շարունակես այսպես աշխատել, կարող է գրող էլ դառնաս Շնորհակալ եմ տիկին Սիմոնյան Արմեն, գնալով ավելի ու ավելի ես թուլանում Երեկոները եղբորդ հետ պարապիր Վերջապես ես էլ կարող եմ դասերից հետո քեզ հետ պարապել Այսպես չի կարող Մենակ դու ես քաղաքային անցել։ Իս տվյալները դեռ չեն հայտարարել, չէ։ Հալա վել մի ձև էր տապի, սանսը գիտենք, որ անցել ես։ Բայց անպայման պատիվի բարձր ես բան եղավ։ Բարմենը ինքն էլ հիմարների օլիմպիադայում առաջին տեղը կբռնի։ Ոնց որ հեչ աղբերը չլինի։ Լավ ես հասկացել, ինքը իմ աղբերը չի։ Արմեն, սպասի։ Ճամոթ հեր չէի տեսել։ Սպասի ասում եմ։ Արմեն, արի գնանք տուն ու սկսենք գնացի պարապել, լավ։ Չեմ ուզում, ունդար պիտի գնա դու ես պարապել։ Արմեն, հասկացի, ես մեղ չունեմ, որ դու լավ չես սովորում։ Կարեն, ինձ հանգիստ կթողնես, դու ոչ մի անգամ մեղ չունես։ Արմեն, լավ էլ չեմ շարունակում, արի գնանք տուն, լավ։ Չէ, չեմ գալիս մա, դու գնա։ Դու հասկանում ես, չէ՞ որ մաման կջգայնանա։ Գամ, չգամ, մեկա ջղայնանալու է։ Ես քո կողքի միշտ էլ մեղավոր եմ, չես նկատել։ Ես էլ բան չեմ խոսում, մենակ չուշանաս։ Բաբջան, շնորհակալ եմ, բայց ինչի համար։ Ամեն ինչի։ Լավ գնահատականներիդ, հետաքրքիր պատմվածքներիդ եւ ընդհանրապես խոստացել ենք, չէ՞ պապայի հետ, որ եթե գերազանց ավարտես, նվիրելու ենք։ Բայց քարտները դեռ չեն փակել։ Ինչ? Դեռ վերադարձու շուտ արա։ Էլ չեմ տա։ Արմենն էլ լավ կուրախանա։ Կարեն, պայմանը պայման է։ Դու քո խոստումը կատարեցիր։ Իսկ այ եղբայրդ չկատարեց։ Ման լավ էլի։ Իդեպ, եղբայրդ որտեղ է թափառում։ Գրադարանում ապա գինքա կարծում որ գնահատականներ ունի։ Ինձ քո պաշտպանությունը պետք չի։ Արմեն, հեյտարի։
Ասա Սուր։ Ես ուրաց ձերում գժված քեզ եմ գալիս։ Թող ման գա, ես հիմա տուն գնալու է չավես չունեմ։ Ոչ ես գժվել տեղը 10-ական հետևից է։ Լավ էլի Սուր, րոպեն հետ խնայ, հա։ Աջու։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Ես Տեր Վարդանն եմ։ Անունդ ինչ է։ Արմեն։ Արմեն։ Ինչ-որ բան է պատահել։ Չէ, Տերը։ Կարծում եմ զրուցելու կարիք կունենաս։ Կառաջարկեի միասին գնանք մոտակա սրճարան, միասին թեյ կխմենք, նաև գիտես ցուրտ է արդեն շատ։ Ես փող չունեմ։ Ես ինքս եմ առաջարկում եւ ինքս կվճարեմ։ Լավ։ Շարժվեցինք։ Ծնողները գիտեն ուր ես։ Հա, իհարկե։ Իսկ ինձ թվում է թե չգիտեն։ Տեր, ձեզ մաման ու պապան են ուղարկել։ Ոչ։ Միշտեր այգում խոսում էիր, ես պատահաբար լսեցի քո խոսակցությունը։ Կներես։ Չես ուզում պատմել ինչ է եղել։ Չէ, չեմ ուզում։ Տեր, ես մեղավոր չեմ, ողբն ինչ այդ Կարենի պատճառով է։ Ով է Կարենը։ Կարենը եղբայրս է, մենք 9 օրն ենք ծնվել, բայց նույնիսկ տեսքով իրար նման չենք։ Բոլորը նրան են սիրում։ Ուսուցիչները, ընկերները, տատիկը, պապիկը, նոր հեռախոս են գնում, հիմա էլ նոր համակարգիչ։ Իսկ ինձ չեն էլ նկատում, Տեր։ Դու լավ ես սովորում, կարգապահ ես, ծնողների նկատմամբ խոսքը հարգող ես, այսինքն ամեն ինչ անում ես կարգին, ու ծնողները հանիրավի քեզ չեն նկատում։ Չէ, Տեր։ Տեսնում ես, ուրեմն խնդիր կա այստեղ։ Չէ, շատ բան կա, որ դուք չգիտեք։ Իհարկե շատ բան կա, որ ես չգիտեմ։ Բայց պատմություն պիտի պատմեմ քեզ։ Կայանի ու Աբելի մասին։ Երկու եղբայրներ։ Երկուսն էլ Աստծուն նվեր մատուցեցին, բայց Աստված չընդունեց Կայանի նվերը, որովհետև սրտանց չէր այդ նվերը։ Բայց Աբելին ընդունեց։ Ու դա պատճառ եղավ, որ Կայանը նախանձի իր եղբորը։ Եվ նախանձի իր մեջ հասունանալով դարձավ մեղք։ Այն աշճան, որ ինքը, երբ եղբորը միայնակ դաշտում տեսավ, նրան սպանեց։ Եվ Աստված տեսավ ու պատժեց Կայանին։ Մի նախանձիր, Արմեն։ Նախանձը լավ երևի չի։ Նախանձը բույն է դնում քո մեջ ու քեզ խանգարում քո բոլոր ասպարեզներում։ Դասեր լավ չես կարող սովորել, չես կարող կենտրոնանալ։ Անընդհատ ներսումդ անհանգստություն պիտի լինի։ Իսկ դրան մի տարբերակ կա, շատ հեշտ, հանգիստ։ Ուղղակի արա այն, ինչը որ պարտավոր ես անելու։ Տվյալ դեպքում պիտի դասեր լավ սովորես։ Քեզանից միայն դա են պահանջում, ու նաև կարգապահություն։ Տեր, նրան նման բաներ։ Ես չեմ նախանձում։ Տեր, դրսում մութ է, ինձ տուն կտանեք։ Իհարկե։ Հիմա։ Շարժվենք։ Գնանք։ Արմեն, հարկ Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Ուր էր։ Կներես, մամ ջան, ես չգիտեի, որ դու ինձ այսքան սիրում ես։ Խոստանում լեզ ձեր բան չի կրկնվի։ Համեցի գնալիս։ Շնորհակալ եմ, ես պիտի գնամ ուշա։ Շնորհակալ եմ Տերոջ։ Անչափ շնորհակալ եմ, որ որդուս տուն բերեցիք։ Աստված լսեց աղոթքներս։ Աստված պահապան, սպասեմ քեզ, եղբորդ։ Գիտես ու պիտի գաս։ Համեցեք եկեղեցի։ Շնորհակալ եմ, Տեր։ Այդպես բան չանես հա մյուս անգամ։ Չգիտես մաման անհանգստանում։ Սոված չես, ճաշացնեմ։ Չէ, թենք Ուրես չկա, Սարմեն։ Նա գիտես ինչքան են քեզ ման գալի։
Լավ, գնացեք քնելու, գնացեք։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ես ուրեին։ Կար, չես ուզում քնես։ Չէ, պարապում եմ։ Բարի իրար հետ էլ պարապ եմ։ Կար գիտես քեզ ոնց եմ սիրում։ Ես ես սկսել եմ մի քիչ կասկածել։ Հա, քեզ մի բան եմ ցույց տալու։ Ցավոթա։ Բա, ես իմ փոքր ժամանակատետերը, չի։ Սու մինչև հիմա պահել ես։ Պահել եմ։ Գիտես, չէ առաջին անգամ որ կարդացի շատ ուրս եկավ, ասեցի կարող է սկսենք իրար հետ գրելը, այն էլ դու գրելը թարգեցիր, ես էլ ես հազիվ թղթի թափոնների միջից եմ անել, պատկերացնում ես։ Լասում խայակ եղտով։ Գիտես ինչ որոշեցի, արի իրար հետ նորից սկսենք գրել։ Արի։ Դե սկսի։ Ինչ եկակ։ Օգտվենք սեղակից։ Արմեն Կարեն, ապրեք, շատ լավ աշխատանքներ են, երկուսիդ էլ 10 եմ նշանակել։ Քեզ մոտ Արմեն շատ մեծ առաջընթաց եմ նկատում։ Պիտի խոստովանեմ, որ շարադրությունդ այնքան հուզիչ ու անկեղծ է իր գրել, որ կարդալիս նույնիսկ արտասվել եմ։ Խնդրեմ Արմեն, եթե իհարկե դեմ չես, ընթերցիր բոլորի համար։ Հա, իհարկե ընկեր Սիմոնյան։ Առաջին անգամ տեսել եմ եղբորս, երբ մեզ դեռ ոչ ոք չէր տեսել։ Ու մենք ամեն ինչ միասին էինք անում, վիճում ենք, միմյանց հրմշտում ու տակուկ տեղ փնտրում։ Երբ փոքր էինք, հիշում եմ, ինձ 2 օրով տատիկի մոտ էին ուղարկել, իսկ եղբորս տանն էին պահել։ Կարոտից գժվում էի։ Հետո ջերմությունս այնքան բարձրացավ, որ տատիկս չնջվես։ Այլի քո գերազանցիկությունդ բռնես, մենք էլ ենք իսկ գերազանցիկ դառնում։ Ես եմ դրել, չէ, սկզբին ասում եմ ես եմ դրել, այլ կոմասի։ Օրինակ տեր այր։ Աստվածոր։ Տեր այր, գիտեք, այսօր ենք ես ու Կարենը 5 տասը, հենց հաճելի է, որ տետերը բացում ենք ու 5-ա, հոմ է մամայինք են գող։ Կեցես, հիշում ես առաջ ուստա խաղթել էիր։ Հա։ Հիմա արդեն ամեն ինչ լավ է, ես պաստերը արդեն իմ ձեռքում եմ։ Ասում եք 2-ով եք գրել այս։ Հա, ես ու Կարենը։ Կեցեք, ես ընկեր ունեմ, խմբագիր, և իրեն ասել եմ այս մասին, իհարկե կարդացել եմ։ Համաձայնվել է տպել, եթե կհամաձայնեք, ինչ կարծիք եք։ Հայ իհարկե, գնանք իր ամոտ տեր այր։ Մեծ սիրով, ինքը մեզ է սպասում։ Դե գնանք։